Քաղցկեղներից շատերը ավելի են բարդանում հենց սխալ բուժումների պատճառով և սիմպտոմատիկ բուժման հետևանքով այն կարող է բարդանալ և աստիճանաբարդության ավելի խորանա, այսինքն ավելի դեպի անբուժելի գնա, երբ կամ սխալ բուժումներ են տեղի ունենում, կամ սիմպտոմատիկ ախտանիշ ճնշող բուժումներ են տեղի ունենում։ Ախտանիշ ճնշող բուժումների մեջ են մտնում որոշակի դեղորայքային պրեպարատները, երբ օգտագործում են, և նաև քիմիաթերապիան և ջրաբերդումը։ Դրանք բոլորը ախտանիշ ճնշելու վրա են ուղղված և որպես կանոն, եթե հիվանդությունը դուրս չի հանվում, ախտանիշն է ճնշվում, ապա հաջորդ անգամ ախտանիշը ճնշելուց հետո հիվանդությունը ավելի ուժգին է դառնալու և ավելի է բարդանալու։ Եվ այսօր շատ բարդ հիվանդություններ սխալ ուրիշ հիվանդությունները սխալ բուժելու հետևանքով է առաջանում, այսինքն պացիենտը ունի մի խրոնիկ հիվանդություն, որը սկսում են բուժել սխալ պրեպարատներով կամ սիմպտոմատիկ ձևով, ախտանիշը ճնշելով, առաջանում է նոր հիվանդություն, և երբ համառորեն սխալ բուժումները շարունակվում են, կարող է առաջանալ և ուռուցքներ, և քաղցկեղներ, և այլ բարդ հիվանդություններ, և որպես կանոն նման պացիենտները կամ բժիշկները ավելի համառություն են դրսևորում, տեսնելով, որ ավելի է բարդանում վիճակը, ավելի են շարունակում համառորեն իրենց սխալը շարունակել և ցավոք սրտի հասնում են անդառնալի գալիս են մի մակարդակի, որ դա անհնար է արդեն կամ շատ դժվար է բժշկելը։ Ինչու է այդպես լինում։ Նախ և առաջ երբ ամենամեծ մոլորությունը, երբ մասնագետը կամ նույնիսկ ավելի վատ է ոչ մասնագետը կարծում է, թե ինքը ճիշտ է և ամեն ինչ գիտի, այդտեղից էլ հենց սկսվում է սայթաքելը։ Ժամանակակից մեթոդոլոգիայով աշխատողներից շատերը իրենց սխալը չեն ընդունում, այսինքն իրենք կարծում են, թե իրենք ճիշտ են, և նրանք լսելու ունակությունը նույնիսկ իրենց մոտ այնքան քիչ է, որ նույնիսկ ամեն ճշմարտություն լսելն էլ իրենց համար դժվար է դա կամ ծանր։ Ինչից է դա գալիս, դա մարդու հպարտությունից, երբ կարծում է, որ ինքը ճիշտ է, գալիս է մի պահ, որ ինքը պիտի խոստովանի, որ սխալ է, և դրանից վախենում է, դա մեկ, երկրորդը, երբ այնքան հպարտացած է կամ այնքան մեծամտածած է, որ կարծում է, որ իրենից ավելի խելացի ոչ մեկ չի կարող լինել, կամ ինքը ամեն ինչ գիտի, չկան բացեր իրեն։ Եվ ժամանակակից բժշկությունը անցել է սխալ ուղղությամբ հենց այդ պատճառներով, և պացիենտներն էլ սխալ ուղղությամբ գնում են հենց այդ տիպի մարդիկ, շատերը կան խաբվածներ, բայց կան նաև այդ տիպի մարդիկ, որ մի-երկու բան կարդում են, կարծում են դա իրենք գիտեն արդեն ինչ է կատարում իրենց մոտ, ու նույնիսկ կարող են ինքնաբուժությամբ իրենց հասցնել շատ ծանր վիճակի, շատ են լինում այդպես դեպքեր։ Հիմնական խնդիրը և քաղցկեղների և ժամանակակից բարդ հիվանդությունների հենց կայանում է շատերը հենց սխալ բուժումների հետևանքով, շատերը, և սխալ մոտեցման հետևանքով։ Եվ լինում են դեպքեր, երբ հնարավոր է պացիենտին շատ արագ ու հեշտությամբ օգնել, իրենք իրենց կյանքը բարդացնելով և մասնագետները այդ պացիենտի կյանքը բարդացնելով, և պացիենտները իրենք իրենց կյանքը բարդացնելով հասցնում են այնպիսի իրավիճակների, երբ հայտնվում են աներանելի վիճակում կամ շատ բարդությունների, որոնք ավելի դժվար է լինում օգնել կամ բժշկել։ Հիմնական խնդիրը, որը ժամանակին շատ
հայտնի բժիշկներ էին ասում, հենց բժիշկների խնդիրը գրավում է նրանով, որ շատերը լսելու ունակություն չունեն, այսինքն հպարտություն կա, եւ հպարտությունը կուրացնում է մարդուն, եւ շատ բժիշկներ էլ կոնկրետ հակում ունեն որևէ ուղղության, այսինքն եթե ինքը ունի այսինչ ուղղության հակում, որ այդպես պիտի բուժեն, ինքը այդ իր սխալը ապացուցում է, կար մի հայտնի բժիշկ ասում էր, որ նմանները իրենց սխալը ապացուցում են, որ ճիշտ են, եւ իրենց նմաններին կույրերին վերցնում են ու իրենց հետևից տանում են։ Եվ այսօրվա բժշկությանը այդ մակարդակի վրա է հասել, դա վաղուց եղել է, բայց այսօր համատարած է եւ գիտելիքը, երբ որ շատ են ստանում մարդը, դա էլ է կուրացնում, կարծելով թե գիտելիքը կարող է ճիշտ օգտագործել, բայց գիտելիքը մի բան է, իմաստությունը մի բան, այսինքն գիտելիքը, որպեսզի իմաստությամբ օգտագործի, մարդուն պետք է խոնարհամտություն։ Հպարտ մարդը գիտելիքը շատ բան կարող է իմանալ, բայց սխալ օգտագործել, իսկ ամենատգետ մարդը, եթե խոնարհամիտ լինի, ավելի իմաստուն ձևով կարող է օգտագործել այն իր քիչ իմացածը կամ շատ չնչին իմացածը, քան այն գիտելիք ունեցողը, որը հպարտ է, դա մոլորվելու է եւ ճիշտ ձևով չի օգտագործել։ Այսօրվա հիմիկվա բժշկության հիմնական խնդիրներից մեկը դա է եւ պացիենտների եւ մասնագետների դա է պատճառը, որ այսօր հիվանդությունները ավելի են շատացել, բարդացել տեղով հիվանդությունները այսպես թե այնպես շատ են, դրան ավելացում են նաեւ սխալ բուժումներն ու ինքնաբուժությունները եւ մարդկանց հասցնում են շատ բարդ իրավիճակի։ Սովորաբար մարդը, ով իսկապես որոնում է ճշմարիտ բժշկումը, այլ ոչ թե սիմպտոմատիկ բուժումը, շատերի մոտ հաջողվում է գտնել։ Եվ նաև պետք է նշել, որ ժամանակակից մեթոդոլոգիային կամ դեղատների դեղերին, չակերտների մեջ տեղորայքին ով վստահում է, նա չի հասկանում, լիարժեք չի հասկանում, թե ինչ է կողմնակի ազդեցությունը, թե ինչ է նոր խրոնիկ հիվանդությունը եւ չի ուզում մտածել, թե ինչի կարող է հասցնել իրեն սխալ այդ դեղատվային պրեպարատները օգտագործել։ Պրեպարատները պետք է զգուշորեն օգտագործել, ոչ բոլոր պրեպարատները կարելի է օգտագործել շատ չնչին եւ պետք է աշխատել այդ պրեպարատներից հեռու մնալ, եթե պրեպարատը ունի կողմնակի ազդեցություն, դա թույլ է։ Կան պրեպարատներ, որոնք չունեն կողմնակի ազդեցություն եւ կան պրեպարատներ, որոնք անվնաս են, դրանք են հոմեոպաթիկ պրեպարատներ, դրանք են բույսերից, միներալներից կազմված պրեպարատները, որոնք պետք է ճշգրիտ դելիքների հիման վրա չափաբաժինները ճշգրիտ սարքել եւ դրա համար հմուտ դեղագետներ են պետք, այսինքն որոնք եւ մասնագետը ինքն է սարքում եւ մասնագետը ինքը գիտի ինչ չափաբաժինով եւ գիտի ինչպես դրանք օգտագործել։ Միայն այդ դեպքում է, որ լինում է բժիշկը կարող է օգնել։ Այնինչ այսօր կատարում է, նույնիսկ բժիշկների շատերը չեն էլ գիտակցում, թե այդ պրեպարատների մեջ ինչ կա, ինչ վնասակար բաներ, նյութեր եւ էնցիկլոպեդիայի նման իրենց բացում են եւ իրենց մոտ կա պրոտոկոլով, այսինքն նշված է, որ սա պիտի նշանակել այս դեպքում, ու ռոբոտացման մեխանիզմով, այսինքն գնում է դեպի սիստեմատիկ ռոբոտացված սիմպտոմատիկ բուժում, որը շատ սխալ է եւ նաեւ բժիշկը ի տարբերություն որոշ մասնագիտությունների շատ բժիշկներ են ասել, այսինքն ամեն մարդ չի, որ բժիշկ կարող է լինել եւ բժիշկը գիտելիքներով մենակ բավական չի գիտելիքներով բժիշկ լինի, բժիշկը Աստծո պարգև է, եթե Աստծո շնորհը չունի, Աստծո պարգևը չունի, ուզում է 20 տարի թող գնա սովորի, ինքը
մարդ չի կարող բուժել, այլ միայն վնասել է, ինչը այսօր կատարվում է եւ ինչի առաջ կանգնել է ամբողջ հասարակությունը։ Առողջ եղեք։